Պարոն նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, դուք անվանել եք Հայաստանի ընտրություններին միջամտելու փորձ։ Ինչու եք այդպես կարծում եւ ձեր կարծիքով օտարերկրյա պետությունների աջակցությունը ցանկացած տեխնացուի օգտին կարող է ազդել ընտրողների կողմնորոշման վրա։ Նայեք, ես ոչ թե որակել եմ այդպես, ինձ հարցրել են, կարող է սա դիտվել որպես միջամտություն, ես ասել եմ այո։ Իմ որակելու նախաձեռնությունը իմը չէր, բայց իհարկե նման իրավիճակներում մի քանի օր մնացած միջև ընտրությունները, ցենց հրատապ այց չհայտարարված ոչ հայտնի հանրությանը օրակարգով եւ ցենց նպատակով իհարկե այդպիսի մտահոգությունների տեղիք տալիս։ Սա կա։ Հատկապես մենք տեսնում ենք, որ վերջերս քարոզարշավի մաս է դարձրել նաև եվրոպական որոշ երկրներից պատվիրակությունների այցը։ Երբ նայում ես թե վերջապես ինչ բովանդակային փաստաթղթեր են ստորագրում, առանձնապես բան չկա, բայց այցը որոշակի քարոզչական բնույթ անկասկած կրում է։ Ինչն է ստեղված, մենք դառնում ենք աշխարհաքաղաքական, այսպես ասենք, մրցակցության կենտրոնում, ինչը լավ տեղ չի բերելու Հայաստանի համար։ Կարող է ցանկացած պետության աջակցություն ինչ-որ տեխնացուի դիտվել որպես ընտրողներին, այսպես ասած, կողմնորոշման վրա ազդել։ Օրինակ, մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանականներն ասում, որ Ռուսաստանը ընդդիմադիրներին է աջակցում։ Ես Ռուսաստանից որևէ հայտարարություն ընդդիմադիրների օգտին չեմ լսել, բայց եվրոպական երկրներից հայտարարություններ իհարկե կան։ Եվ ոչ մեկ հայտարարություն է, այլ ուղղակի սա արդեն ոչ է։ Նայեք, երևի 10-15 տարի առաջ դա կհամարվեր վատ դրսևորում, այսպես ասենք, բայց հիմա ամեն ինչ խառնվել է եւ տվյալ դեպքում պետք է հանգիստ նայել այս ամենին։ Ինքը լավ չի, ինքը փորձ է ազդել ընտրությունների վրա եւ այսօր այն կողմը, որը փորձում է ընտրությունների վրա ազդել, փորձում է հիմնավորել դա մյուս կողմի ազդեցության փորձերով։ Եվ այսպես փոխադարձ անընդհատ այդ էսկալացիայի այսպես աստիճաններով բարձրանալը լավ տեղ չի